Բարև հայր ջան, շարունակում ենք խաղալ FC Mobile, հիմա կասեք թե ինչի համար այսքան ուշա դուրս գալիս վիդեոները, դե գիտեք հայր ջան, որ ասել եմ, որ մենք զբաղված ենք, ու եկել եմ երկու բանի համար, առաջինը, որ ես կարոտել էի, երկրորդը մենք ունենք նոր խաղացողներ, ուշադրություն, ինչպես տեսնում եք, որ մենք ունենք Լամինի Յամալին, ես ունեմ Լամինի Յամալին, ճիշտ է, ես Ռեալ Մադրիդի ֆանատ եմ, բայց այդ կապ չունի, կարևորը բան չի, Բարսայից է, թե ինչից է, այդ չի, կարևորը թիմի ռեյտինգն է, ոչ թե սիրելի խաղացողն է, թե ոչ։ Ես Բարսելոնայի թմից ես ոչ մեկից չեմ զզվում, ուղղակի չեմ սիրում, ու մեկ էլ Բավարիայի ու գերմանացի լեգենդ Շվայնշտայգեր, Բաստիան Շվայնշտայգեր, Բավարիայի նախկին լեգենդ, ու ուզում եմ ասեմ, նայեք 123 է դարձել ռեյտինգը, Շվայնշտայգերին նոր հանեցի, առաջարկում եմ մի հատ էլ բացենք Բավարիայի ինչ անունը, պակը, տեսնենք արդյոք այս անգամ լավ բան դուրս կգա, թե ոչ, բացում ենք, գնաց, նորից է, Ֆրանսիա, Պաշտպան, Յուվենտուս, ինչ բան, 117 մեզ պետք չի։ Հիմա անցնում ենք Յուվենտուսինը, բայց ասենք Բավարիայի էի բացել, ինչի Յուվենտուսի խաղացող ընկա, ու էլիս ապուշություն է դուրս գալիս, բայց ոչինչ գնանք ծախենք, ծախել ասելով այս փազլների հետ փոխարինենք, հեսա, փազլներով ծախում ենք, որ եթե ասենք ինչ-որ խաղացող մեզ պետք գա, կարողանանք առնենք, թազա update է եղել, նայեք, այս 50 տոկենը վերցնում ենք կամ այս փազլից, միակ են այս փազլը, թե ինչը, Star Shardից, ոչ թե փազլ, հեսա լիգուսից ինչ կա, կվեստներ ենք արել, արել եմ կվեստը, այս վերցնում ենք, դե հայր ջան, եկեք անցնենք այս նոր update-ի խաղերին, տեսնենք թե ինչ է մեզ սպասվում, այս անգամ բան է ինչ անունը, իմ թիմը ընդեմ բան չէ էլի, այս անգամ կարիերա եմ անելու երկու լեգենդներով, Շվայնշտայգերով ու Լամինի Յամալով, չէ, այս անգամ եկեք, այսօր անենք Լամինի Յամալով, ովքեր Բարսելոնայի ֆանատ են իմ բաժանորդներից, իմիջայլոց, նայք, ասում է, եթե սա անենք բոլորը, մենք կստանանք 122 բրեմիերին, դե եկեք անցնենք խաղին, առաջին խաղը, գիտեմ, ես թիմի անունը չգիտեմ, բայց գիտեմ, որ Բուֆոնը խաղացել է, իսկ դուք այդ ընթացքում լայքերը դրեք բաժանորդագրվեք ալիքին, ու հայր ջան ուզում ասեմ 1000-ին բան չմնաց, գոնե մինչև տարվա վերջ պետք է հասնենք 1000 բաժանորդ, և դա կլինի նոր տարվա իմ ամենալավագույն նվերը, ինձ համար, անցնում ենք խաղի, տեսնենք թե Լամինի Յամալը ինչ սիրուն բաներ է անում, ատակա ենք դնում, որտև չատակա չէ, նորմալ, խարդախություն չանենք, Լամին Յամալ, գնա, անցի, ասում է, որ կարանք արված ու որը մոտ էր համարյա, հայր ջան, ու հիմա կասեք ինչի համար այդենց հարվածեցի, որտև ես խաղացողի գլխին գրված է, թե այդ սկիլն է գրված էլի իրա, թե ինքը ինչից է լավ, հեսա տակը, ես, որ կապույտ անեսնում եք, որ դաշտի տակը սենց կապույտ բան է գրված, հարված դիամալ, բայց պաշտպանի կպավ, այդ նշանակում է, թե ինքը ինչ լավ բաներ ունի,
Schwarzenegger, Schwarzenegger, Schweinsteiger, Pastor Yamalin, Yamal, Hasi, Vaikora. Pastor, Lamin Yamal, Gnats, Absos, Eli կպավ ֆուտբոլիստին, խաղացողին կպավ, ափսոս։ Արջե Յամալին հետ դուր։ Կոնատե, արա Մարկինյոսին չարիր, ասենք։ Պաստու։ Հարված գոլ, բայց բանը չէր, ինչ անունը։ Լամինի Յամալը չէր։ Ու իստորմայմ բաժնորդներից կան, ովքեր Լամինի Յամալի սիրահարներ են, ովքեր Բարսելոնա են սիրում։ Դե գիտեք էլի Լամին Յամալին հալել է էլի, որ դարձավ աշխարհի չեմպիոն։ Ես ճիշտ է Ռեալ Մադրիդի ֆանատ եմ, բայց Յամալից չեմ զզվում, պրոստը չեմ սիրում։ Ու ասեցի էլի, որ կարևորը խաղացողը չի, կարևորը ռեյտինգն է ֆուտբոլի։ Արդեն երկրորդ գոլը Գոնվուն խփեց։ Ադել Յամալ ջան, հավայ ճիշտ է, ինքը ձախլիկ է, հիշեցի։ Արա, ես եմ եղավոր ես։ Գրիմալդո վերցրու, Պաստոր առաջ, ոյքորը։ Շվայնշտայնգեր խլի։ Գնա Յամալ, գնա։ Յամալ գոլ։ Մեր վիդեոյի Յամալի առաջին գոլը հենց ու այր ջան, որ լիքը գեմեր ունենամ, հնարավոր է սենց վիդեո անեմ, որ բացում եմ լիքը պակեր բայց բան է ինչ օրո չէ լավ ավելավ ամբողջը ցույց տամ, մենակ ամենալավ պակերը չցույց խաղացողները չցույց տամ, թե ինչ ընկավ Գոնվու Լամին Յամալ Լամին Յամալ վայքո Լամին Յամալ Ես պրոստը կատակով եմ ասում էլի հայր ջան եւ ասում եմ օ են Լամին Յամալ այդ բանն է էլի տենց եմ ասում եւ դասլեք եմ ասում յալլա Լամին Յամալ գնա Լամին Յամալ հարված ու ցավոք սրտի չստացվեց Բես Էնդրիկ Լամին Յամալ հարված վայքորը լավ էլի Այնշքան գիտեմ Լամին Յամալի աչվոտը թուլ է Դրա համար ինքը ձախով է խփում էլի ոնց Մեսին Վայքորը օֆսայդ Այ Հայր ջան, այսինքն էս մասն է էլի են, որ հիշում եք չէ էլի են, որ անցած տարի Զլատան Իբրահիմովիչի էս ամբողջ պատմությունը անցանք այդ խաղերով բան։ Հիշում եք էլի ինձ թվում է շատերը, որ նայել են Զլատանի Իբրահիմովիչով կարիերա են անում բան, այն որ իր էջն ենք անցնում բան։ Նույնն էլ էս էլի։
Այս թազա update-ի էջերն եմ ուզում անցնեմ, որը չեմ անցել։ Ահա։ Պաստոր Մարկինիոսի, Պաստոր Համշիկ, Լամի գոլ։ 4-0։ Հալալա, բայց աչվոտով տշեց։ Ինչքան գիտեմ, որ իրական կյանքում աչվոտը թույլ է, բայց ինքը կարողանում է համ աչով, համ ձախով խաղալ։ Տշելով նկատի ունեմ էլի։ Լամին Յամալ, Պաստու, Լուիս Ֆիգո, գնա։ Ֆիգո, Լամին Յամալ, ահա։ Հարված եւ նորից սեյվ։ Լավն է, Շվայնշտայնգեր։ Ոչինչ, մյուս սերիայում քո հետ էլ կարիերա կանենք, Շվայնշտայնգեր ջան։ Բայց էդի արդեն Բավարիայում, քանի որ նա Բավարիայից է խաղացել, դե գիտեք։ Որ տենց արդար լինի էլի, տենց իրական կյանքի պես արված գոլ։ Երրորդ գոլը։ Երրորդն է, չէ՞։ Հա, ոնց որ։ Փոխանցում, Էնդրիկ, հարված Արա այսպես գոլ կյանքում խփած թույլ ուդարով գոլ կյանքում խփած չկամ։ Հեսա նայենք մի հատ։ Իդեալական փոխանցում Լուիս Ֆիգոյից ու նայեք ինչ թույլ ուդար է։ 6-0 արդեն ջախջախում եմ, է։ Կասիլիաս։ Այս Յամալը ինչի է եկել ստե։ Եթե ինքը հարցակվող է։ Վերջ հաղթանակ։ Շատ հեշտ էր է դժվարությունը։ Էսի մեզ շատ է պետք մեր Շվայնշտայնգերին upgrade անելու համար։ Միլանի դեմ ենք հիմա խաղում։ Յաղք բանը չանա։ Գալակտիկասը եսիմ ինչ այս թուրքական թիմը։ Չեմ սիրում է։ Դե գիտեք էլի ես ոչ մի թուրքերի ու ոչ մի թուրքական թմերին չեմ սիրում։ Ոնց որ ասում են ես սաղը ձեր թուրքերի մեջն է, այդ մասի սարը։ Թե երևի լսել եք այդ ասացվածքը։ Գալաթասարայ ճիշտ է, հիշեցի։ Այդ Գալաթասարայ թիմից զզվում եմ, է։ Անցնում ենք Միլանի դեմ գնաց։ Մի անգամից Լամին Յամալ։ Ահա, գնա։ Հա։ Տշի։ Արա, գոնվու։ Վայ քո արա։ Հա, Շվայնշտայնգեր, վայ քո արա։
Լավն էր Լամին Յամալ, լավն էր, Լամին Յամալ, արա վայ քո արա բախտը բերելու էր արա, երկու հոգու անցա ու մի հատ էլ գորչ խփեցի, Շվայնշտայնգեր, լավ հələ մի հատ դու ստեյց ուդար արա, արված է, լավ էլ ուդար ունի, արված գոլ, դե Շվայնշտայնգերի կարիերան էլ, ցել կտենանք մյուս սերիամ, թե ինչ ուդարներ ունի, այսօր Լամին Յամալի ուդարներին ենք անդրադառնում, Լամին Յամալին էլի, բայց հալել է, որ Լամին Յամալը աջ ոտով է տշում, Ֆիգո, տուր, գնա Լամին Յամալ, շտրաֆ, կաղա գնդակին կպավ կամ ընենց շտրաֆ էր, որ չհաշվեցին, ճիշտ է, բանա մոռանում եմ էլի, որ Լամին Յամալը բանից է թույլ իրա, աջ ոտը թույլ է, ինչքան գիտեմ, Գրիմալդո, հայր ջան ուզում եմ ասեմ ես, որ UFC խաղերն էլ դուրս կգա, թե ես ու Կարոն իրար հետ, թե մենակով ասենք բոտերի դեմ, որ տենց բաներ եմ ցույց տալիս, բան։ Օրինակ համար կարանք մտնենք UFC 5 ու ասենք խաղացողներին նայենք տենանք թե ով կա բան տենց էլի, ու խաղանք մեկ տենց տպենք էլի։ Գնաց։ Մեդ ես եմ եղավոր, որտե բան եղա ակնոցս էի ուղում էլի։ Լամին Յամալ, լավն է, հələ ստեյց ուդար, հարված, արա լավ արա, Մենյանի վրա խիտ տշիր ասենք, ինչի Մենյանի վրա տշիր։ Լամին Յամալ, հարված գոլ, 3-0, արդեն 3 հատ գոլ խփեցի Լամին Յամալով։ Եվ մի հատ էլ խաղանք, ու վсё կպրծնենք այսքանով վիդեոն, ու մյուս FC Mobile վիդեոին Շվայնշտայնգեր, անաթա Արնոլդ Շվարցնեգերի հետ եմ խառնում էլի, Շվայնշտայնգերին, որտեվ դժվար է էլի հնչում, համ ոնց որ Շվայնշտայն, այ քեզ բան, այ գոլ էր մտնելու, որ մի քիչ էլ ներքև տշել Լուիս Ֆիգոն, հորս սարով, ինչի ցույց չտվեց, երևի տեսակ, հավարը գոլ էր մտնում է, լեգենդար գոլ է լինելու հայր ջան իմ կյանքի ամենալեգենդար գոլը, դե ամենալեգենդար գոլը գիտեք էլ են շորցով նկարել են Մարադոնայի, այն որ Մարադոնայով հերվից ֆրիկիկ խփեցի, ափսոս, շատ ափսոս, Լամին Յամալ, որը ու հայր ջան եթե լինի գրանցվել ես կմտնենք դաժե UFC-ով, on-line-ով, սաղին կտպենք համ Արման Ծառուկյանը և այլ մարդիկներով գոլ, Լամին Յամալ, ու ես բանա, ես մի քիչ UFC բայցներին գիտեմ էլի,
Դե գիտեք էլի ես UFC նայում եմ բան տենց։ Դե դուք էլ կիմանաք էլի օրինակ UFC լեգենդներին բան հիմբայեցներին բան կիմանաք էլի։ Ու հնարավոր է սենց TikTok-ի վիդեո գցեմ, այն որ գնահատում ենք UFC մարտիկներին, տենց Էնդրիկ Ֆիգո օրը Լամին արված է գոլ պատասխան գոլը խփեց Ֆիգոն որ մկրատը չստացվեց բայց հիմա պատասխան գոլը խփեց հա ձախով խփեց էլի Ֆիգոն այս Ֆիգոն ու Յամալը ձախլիկ են Լամի Յամալ լավաց օրը Լամի Յամալի հլևոր ամենաբոմբ գոլը Լամի Յամալի ասենք անցավ ու մի հատ լերույց գոլ խփեց հեսա նայք անցում ու ուդար գոլ այ քեզ բան այս ինչ լավ գոլ էր Ու հայրջան եթե ժամանակ ունենամ ես կտրամադրեմ ժամանակ որ այս Juventus-ի ճիշտ է Juventus-ի այս բան edge-ի համար են որ բանին ունենանք այն 122 պաշտպանին հա պաշտպանին ունենանք կարող է հնարավոր է շուտ անե կարող է բանն անեմ ինչ անունը մոռանում եմ ինչ ասեմ հա կարող է արդեն մի քանի խաղ խաղամ այսինքն կարելի ասել մի սերիա վրից թռրեմ մի սերիա անց տենց ցելի մի քիչ տենց ամբողջ մի երկու հատ խաղ խաղամ որ շուտ պրծնենք ու անցնենք Շվայնշտայնգերով չէ Շվայնշտայնգերը մյուս սերիամ եմ անելու կարիերա դե ասեցի արդեն Հիշեցիք չէ՞ որ միկրոֆոնն է հայր ջան, այն որ բարձր լսվում է։ Դե նախորդ սերիայում էլ բարձր լսվեց Շվայնշտայնգեր։ Կարիերաները չսկսած գոլ խփեց։ Լավն է Շվայնշտայնգեր։ Դե ասում եմ էլի Արնոլդ Շվարցնեգերի հետ եմ խառնում Շվայնշտայնգերը, որտեվ չեմ կարող էլի ասեմ Շվայնշտայնգեր, բան, տես խառնվում եմ էլի բարդ ազգանունն է էլի Շվայնշտայնգերը, որ խառնում եմ Շվարցնեգերին։ Ասա գոնվու Շվայնշտայնգեր, վերջապես ասեցի նորմալը, օրը էլի Մենյանը պահում է։ 8-0 կրում եմ Ես ինչ հեշտ բաներ են Սրանից էլ հեշտ բան, հեշտ խաղեր, ես ասենք ամբողջ UFC, այս ամբողջ Juventus-ի խաղը, Juventus-ի էջը անցնելով Էլի ամաուտեր Все, այս 100 տոկենը ստանում ենք միջայլոց, կրեք ես Ֆլորենտինայի դեմ էլ խաղանք Все, այսքանով էլ պրծնենք վիդեոն Միակյա հայր ջան, հիմա անցնում ենք հետ խաղի Գնաց Ֆլորենտինայի դեմ շուտ խաղանք Որ վերջացնենք վիդեոն Յախ Գալաթասարայ
Անցնում ենք խաղի։ Լամին Յամալ հարված Պապսոս Թուլեր վերջապես գոնե 221 ունեցա օրո համարյա մոտ էր նույն Ֆիգոյին էր բայց Ֆիգոյինը ավելի հերվից էր էլի ոչ թե ահավոր հերվից խոմ Զլատանի պես ահավոր հերվից չէր դե տեսել եք էլի Զլատանի լեգենդար մկրատ գոլը որը համարվեց աշխարհի ամենահեռվից մկրատը ամենահեռու մկրատ գոլը էլի կամ ամենահեռվից մկրատ գոլը Մարկինյոս հալը շպորա Հենդրիկ հարված գոլ Հենդրիկն էլ լավ խաղում ասեմ բայց մեզի լիքը խաղացողներա պետք հիմա ցույց տամ ինչա մեզ պետք է նախ Մարկինյոսին փոխենք որ են 122 and Juventus-ի ֆուտբոլիստին փոխելու եմ ու մեզ պետք է այս նորվեգիացուն փոխենք Արա գոլը խփեց էլի Հենդրիկը չխաղաց ու մեզ պետք է Հենդրիկին փոխենք 1 2 3 3 հատ խաղացող պետք է փոխենք մի հատ պաշտպան մի հատ էլ աջ պաշտպան դե ցախ պաշտպանն էլ հեսա 122-ը նորմալ է դե ցախ պաշտպան կամ պետքա կամ պետք չի մեկա Շվայնշտայնգեր Պաստու Շվայնշտայնգեր լավներ Հենդրիկ հերվից մխի բայ քոարա ծուրեղով լավներ բայց գնդակը բայց մրցակիցը հասավ գնդակին Շնայդ այս մրցակիցը բոտա вообще Կասիլիաս հարցակվի մապրի կոնատեն ու իմիջայլոց հայր ջան 3 պաշտպան 3 օրում 3 թազա նոր պաշտպան եկավ Ռեալ Մադրիդ հեսա կասեմ Գոնվու, եթե ես խփեցիր, դու շատ լավն ես, խփի, գոնվու, վայ քոարա, համը դժվար է, էլի ես տեզ ֆրիկիկ խփելը, հա հայր ճան, Մարկ Կուկուրելային, Իբրահիմ Կոնատեին ու Բերնարդո Սիլվային գնեց Ռեալ Մադրիդը, ու ես ամեն ինչ արեց Ժոզե Մորինյոն, ու Ժոզե Մորինյոն ասել է ես այն խաղացողներին կգնեմ, ում որ ուզում եմ, ու հեսա հնարավոր է Ռոդրին էլ գա, դե գիտեք էլի Իսպանիայի հավաքականի ավագը։ Պատկերացնում եմ թե Ռեալ Մադրիդը 26-27 մրցաշրջանում ինչ ուժեղ է լինելու, այն էլ Մորինյոն տրեյները լինի։ Ճիշտ է Ֆիորենտինայի դեմ 2-2 պրծավ ու կարելի ասել հիմա վրեժ ենք լուծում էլի Ֆիորենտինային։ Դե Կոնատե Ֆիգո արա Հետուր 2-0 պրծավ ու ես ահավոր զարմացա որ Ժոզե Մորինյոն 3 օրում կարողացավ 3 հատ պաշտպան բերել 2 հատ պաշտպան ոչ թե 3 հատ դե գիտեք էլի Բերնարդո Սիլվան կիսա պաշտպանա ոչ թե պաշտպան հայ Լամին Յամալ ըհը Լավներ հարված հերվից չէ օրը համարյա լինում էր այ Լամին Յամալի ֆրծրացները շատ լավն են մանավանդ են Ֆրանսիայի դեմ Եվրո 2024-ում вообще ուժեղ գոլ էր եւ որ 1-0 կրվում էր 1-1 սարքեց Յամալը Մարկինյոս լավներ
Հեռացրու ապրես։ Կոնվոգնա։ Լամին Յամալ։ Մենակ դուրս։ Խփի։ Գոլ։ 3-0։ Ու հայրջան ուզում ասեմ, դե նախորդ սերիաներում ասել եմ էլի, որ իմ ամենասիրածս խաղացողը Կասիլիասն է։ Այն իր սիրուն սեյվերից, բաներից ինչ անունը, մանավանդ իր 2010 թվականին ամենալեգենդար սեյվը, այն որ Արյան Ռոբենը մենակ դուրս եկավ Կասիլիասի դեմ, ու Կասիլիասը թռավ ձախ թե աջ, եթե իրական կյանքում ձախ թռավ ու աջ թաթով փրկեց ու Արյան Ռոբենը շոկի մեջ էր, թե ինչ գոլ եղավ։ Ու սենց բանը հայրջան, ես ֆուտբոլի ու UFC քույզներ եմ անում, տեսնեմ ով է ձեր սիրելի խաղացողը, ով է ձեր սիրելի մարտիկը։ Բայց ափսոս, որ Գերմանիան Պարագվային կրվավ։ Պենալներով են եկել։ Մանուել Նոյերը խայտառակ եղավ։ Ասենք լավ կայնում էր, բայց վերջին ուդարին խայտառակ եղավ։ Ու խայտառակ եղավ Գերմանիան։ Ասենք ոնց կարա 31-32-րդում հենց առաջին փլեյօֆի ժամանակ Գերմանիան պարտվի ունենալ հեշտ մրցակցի Պարագվայի դեմ, ոնց կրվել էր այն մյուս խաղի ժամանակ Էկվադորի դեմ, ունենալ group stage-ում, խմբային փուլում էլի, դե որ եկում է կրվավ Էկվադորի դեմ, խայտառակություն է, հեռացրու, ամշիկ լավն էր, բայց ֆաուլ։ Հարցակվի օրը Մարկինյոսը նես խելացի ֆուտբոլիստ է, որ ասենք Կասիլիասին հենց որ ուղարկում են պաշտպաններս լավ են խելացի են։ Երբ որ ուղարկում են պաշտպաններս վրեն են հարցակվում։ Արա չէ, վայ, offside դզեց։ Offside, հա։ Հələ միակ են։ Իբրահիմ Կոնատեից առաջ էր։ Կոնատեն էր, չէ՞։ Ոնց որ թե։ Մի քիչ սևամորթ էր երևում, ոնց որ Կոնատեն էր։ Հələ։ Հա, իրոք Կոնատեն էր, որտեվ Կոնատեն է մենակ սևամորթ պաշտպաններից։ Դե հայրջան, այսօրվա համար այսքանը։ Լայքերը դրեք, բաժանորդագրվեք ալիքին։ Դե այսօր Լամին Յամալով կարիերա արեցինք, մյուսին Շվայնշտայգերի, ոչ թե Շվարցնեգերի, խառնում եմ դե ասեցի էլի։ Դե այսօր այսքանը հայրջան, լավ մնացեք, սպասեք հաջորդ սերիաներին, շնորհակալություն, հաջողություն։